Ես Արսինեն եմ Մինասյան, Մասիսից, քանի որ մեր քաղաքապետին են փորձում բերման ենթարկել բոլորս Մասիսի ակտիվ քաղաքացիները, ովքեր որ մտածում են երկրի բարօրության համար, այսօր գտնվում են այստեղ։ Ես, իմ ընտանիքի անդամները, իմ ընկերները, քանի որ Դավիթը ոչ միայն մեր քաղաքապետն է, այլև մեր բոլորիս ընկերը։ Իշխանությունների այս վարքագիծը ձեզ համար սպասելի էր, հապճ է, բարակ, երբ Դավիթ Համբարձումյանը Հայաստանում չէ, ինչ որ պրոցես սկսել եւ ավարտին հասցնել մի քանի օրվա մեջ։ Միանշանակ սպասելի է, քանի որ նույն իշխանությունից տեսնում ենք բազմաթիվ իշխանական թևի ներկայացուցիչներ, ովքեր ակնհայտ հանցագործություն կատարելիս ու կատարում են ու չեն ձերբակալվում, չեն կալանավորվում, իրենց վերաքրեական գործերը չի հարուցվում։ Իսկ ընդդիմադիր ուժերի նույնիսկ չնչին քայլը անդրադառնում է շատ կոպիտ ուժին։ Ես ճիշտ եմ հիշում, որ ժամանակին դուք աջակցել եք 2018-ի այսպես կոչված Թավշյա իշխանափոխությանը, հեղափոխությանը, թե ոչ ճիշտ։ Սխալ եք հիշում, ես երբեք չեմ աջակցել հեղափոխությանը։ Բայց ինչ որ դրվագներով իշխանության հետ Աննա Հակոբյանի Աննա Հակոբյանի ջոկատում եմ եղել, պայքարել եմ իմ երկրի համար, բայց դա չի նշանակում, որ եղել եմ իշխանության կողքը։ Ձեր ջոկատում ինչ-որ տարածքներ ազատագրել կամ թշնամուն հետ շպրտել։ Այդ թեմայով ես տվել եմ հարցազրույց ու կարծում եմ, որ դրա տեղը ու ժամանակը չէ այդ հարցին պատասխանելու համար։ Ինչի համար են Դավիթ Համբարձումյանին այսպես փորձում մեկուսացնել, հա, ինչ վախ են զգում նրանից։ Որպես քաղաքացի, շարքային քաղաքացի, իմ տեսակետը հայտնեմ, որը դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ոչ միայն Դավիթ Համբարձումյանին, նաև բոլոր ընդդիմադիր ուժերին են փորձում մեկուսացնել, ովքեր որ ընտրություններին կկարողանան պայքարել իշխանության դեմ։ Իսկ Դավիթ Համբարձումյանը այսօր ակնհայտ ֆիգուրա, որը պայքարում է ընդդիմության համար, իշխանության դեմ ու ունի ակնհայտ հեղինակություն ոչ միայն Մասիսում, Մասիսի հարակից գյուղերում, Մասիս համայնքում, այլև ամբողջ հանրապետությունում։ Ես նայել եմ հարցազրույցը, հեռախոսակապի հետ կապված բացաբանումները, դրանից հետո Աննա Հակոբյանի թիմակիցները կամ որևէ մեկը ձեզ թիրախավորել է, ինչ որ հետապնդումների արժանացել եք թե։ Բացարձակ ունենք շատ լավ հարաբերություններ, բոլորս հայ ենք, Աննա Հակոբյանի հետ առիթ չի եղել շփվելու, մեկ անգամ հանդիպել ենք սրճարանում, շատ նորմալ, բարև, ողջույն, ինչպես բոլոր նորմալ։ Ահա, հարցազրույցից հետո։ Կարծեմ ոչ այսպես չէ։ Հա, դավաճանության մեջ էր մեղադրել եւ Դե թե հարց ունեք, հարց տվեք, պատասխանեմ։ հիշում եմ թե Ջոկատում դուք էիք կամ նա Իմ նման բոլոր շարքային քաղաքացիները, շարքային մարդիկ, ովքեր որ մտածում են երկրի համար եւ փորձում են իրենց երկրին օգուտ տալ։ Ոչ։ եթե պատերազմը Այդ թեմայով չեմ ուզում հարցազրույց տամ, որովհետև արդեն տվել եմ այսօր դրա տեղը ու ժամանակը չի իմ կարծիքով։ Եկեք ջոկատի թեման փակենք, նորից եմ ասում, որովհետև դրա համար չէ։ Նորմալ է։ Ճիշտ չի, բայց նորմալ է, համակերպել ենք այդ մտքի հետ, դա առանձին թեմա է, որը այսօրվա մեր հավաքի հետ բացարձակ կապ չունի։